Պարոն Սուրենյան, Ծառավոտյան, Գագիկ Ծառուկյանի տանը նաև ընկերություններում քննչական գործողություններ են իրականացվում, խուզարկումներ, նախ ինչպես եք սա մեկնաբանում, ինչով է սա ձեզ պայմանավորված։ Տոտալ ռեպրեսիայի դրսևորում է, ինքնարճակ ղեկավար այս երկրի, ինչ եմ ասում ինքնարճակ, որովհետև գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանության հետ, հունիսի 7-ից հետո, անուսավորել էր դերևս նախընտրական կամպանիայի ժամանակ, բռնելու, կուլակաթափ անելու, բռնությունների մասին կոնկրետ անուններ էր տվել, այդ թվում պարոն Ծառուկյանի, ընդ որում պարոն Ծառուկյանի, մեր թիմի, նրա բիզնեսի նկատմամբ ճնշումները նոր չեն սկսվել։ Մի քանի ամիս է մենք այդ տրամաբանության մեջ ենք, խիստ կանխատեսելի միջոցառում էր եւ Հայաստանում հաստատվել է ավտորիտարիզմի եւ բեսպրեդելի միքս, այսինքն ինչ որ կատարվում է բնորոշ բոլոր ավտորիտար ռեժիմներին։ Դուք էլ նշեցիք, որ հենց քարոզարշավի ընթացքում պարբերաբար Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր Գագիկ Ծառուկյանին, ունեցվածքի վերաբերյալ նաև այս առանձնատան մասին էր խոսվում, որ պետք է ծերերի աջակցման կամ խնամքի կենտրոն բացեն։ Արդյոք սա այսպես իրավապահները հիմա այս հրահանգի իրականացման գործընթացն են կատարում։ Ուրեմն տեսեք, բոլոր պետական մարմինները ԿՀ-ն, Սահմանադրական դատարանը, քննչական մարմինները, ԱԾ-ն, բոլոր անխտիր, ինչքան պետական մարմին գիտեք, դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվիհարդարի գործիքները։ Իրավական որևէ բան մի փնտրեք տեղի ունեցածում։ Քաղաքական հաշվիհարդար է եւ այո, ինքը անուսավորում էր եւ ինքը լայվ ռեժիմով պատվեր է տալի, թե ՍԴ-ին, օրինակ տեսեք, վերցրեք ՍԴ-ն։ Բա միջև մանդատների ՍԴ որոշումը։ Տեսեք ինչքան անարգալից վերաբերմունք ունի հենց կառավարող թիմը պետական մարմինների հանդեպ։ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկվում։ Իրենք արդեն քաղաքական պաշտոններն են բաժանում ԱԺ-ի։ Նույն կերպ էս բոլոր ինչ որ հիմա կատարվում է, այս բոլորի վերաբերյալ հրահանգները անշուշտ դուք վերջի 2 ամիսներին Նիկոլ Փաշինյանի ելույթներում լսել եք։